Առնվազն այն, ինչ կատարել են իրենք, պատշաճ վերահսկողություն չիրականացնելով ընտրությունների ընդհանուր գործընթացի նկատմամբ, այն, ինչ կատարվեց վարչական դատարանի վճիռը չկատարելու միջոցով վերաքվեարկության հետ կապված, որտեղ բառացիորեն գրված էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստիպված է լինելու իրականացնել վերաքվեարկություն։ Այդ ամենը ընտրակեղծարարության հետ կապ ունի, թե ոչ։ Ես գտնում եմ, որ իհարկե ունի։ Այլ հարց, ես որպես կանոն իմ գնահատականներում մշտապես փորձում եմ շատ ավելի զուսպ եւ կոռեկտ լինել, բայց ոչ միշտ է այդպես նաեւ լինում, միգուցե։ Բայց ընդհանրապես գտնում եմ, որ սահմանադրական դատարանում նաեւ գնահատականները առավելապես լինում են իրավական տիրույթ։ Ես իդեպ առիթից օգտվելով նաև ձեր միջոցով, հարգելի գործընկերներ, մեր հայրենակիցներին փոխանցեմ որոշակի առումով մեր ներողամտությունը, եթե իսկապես բառամթերքը, տերմինները մի քիչ շատ իրավական են եւ ինչ որ առումով նաև միգուցե հետաքրքիր չեն լինում, բայց հավատացած եղեք, որ դրանցից յուրաքանչյուրը հետագայում նաև շատ ավելի մանրամասն մենք առիթներ կունենանք ներկայացնելու։ Ուղղակի քանի որ սահմանադրական դատարանը իր որոշումներում էլ հենց այդպիսի բառամթերք է օգտագործելու, դրանով է նաև պայմանավորված, ինչի ենք մենք մեր փաստարկները շատ ավելի նման ձևով կառուցում։ Ձեզ բավարարում է ՀՀ-ի նախագահի պատճառաբանությունը հատկապես այն հարցերին, երբ որ հարց հնչվեց, որ չեք տիրապետել փաստորեն իրավիճակին, երբ որ ժամը 8-ից հետո քվեարկությունը շարունակվել է, իր պատասխանը ձեզ բավարարեց։ Տեսեք, այստեղ պատասխանը դնենք մի կողմ, նայենք իրավական կոնկրետ փաստերով։ Ով է պատասխանատու եղել զինծառայողների քվեարկության համար, Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինները։ Ով է պատասխանատու եղել, որ ժամը 20:00-ից հետո պատշաճ կազմակերպի ընտրական տեղամասում ընտրության քվեարկության գործընթացը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Երրորդը արդեն բացահայտում, որը տեղի ունեցավ սահմանադրական դատարանում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ անձամբ տեղեկացված է եղել իրավիճակից, ում միջոցով ընտրական տեղամասի պատասխանատուի միջոցով, ով իդեպ հանդիսանում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Իդեպ ներողություն եմ խնդրում, ես նաև հարց ու պատասխանի ձևաչափում կատարել եմ պնդում հետևյալ բովանդակությամբ՝ Վահագն Հովակիմյանը որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ չի կարող լինել անկախ եւ անաչառ, օբյեկտիվորեն չի կարող, ելնելով նրանից, որ վերջինս ոչ թե մի կուսակցության անդամ է եղել նախկինում, հիմնադիր անդամ է եղել, եթե իսկապես սուբյեկտիվ ընկալման մեջ դա մարդու համար նշանակություն չունի, դա էլ է խնդիր։ Ու ինքն էլ քվեարկել է։ Իհարկե։ Երբ Վահագն Հովակիմյանը ասում է, այո, եղել են թերություններ, բայց դրանք ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել ու պահանջում է, որպեսզի չընդունեն։ Հիմքերը ո՞րն են։ Նա չի մանրամասնում նույնիսկ ինչ թերություններ են եղել։ Մեզ ասում է, այդ թերությունները դուք եք տարածել։ Գիտեք, իրենք ընդունել են սահմանադրական դատարանում քննության ընթացքում, որ ընտրախախտումներ եղել են։ Իրենց դատողությունն այն է, որ դրանք էական ազդեցություն չեն ունեցել։ Մենք ասում ենք, որ իհարկե ունեցել է էական ազդեցություն, բայց կարևոր հանգամանք, ով է ամբողջությամբ կիսում ԿԸՀ-ի դիրքորոշումը, որ խախտումները որպես այդպիսին էական ազդեցություն չեն ունեցել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ընդհանրապես իրավիճակը այդ, երբ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է մասնակցում եւ Վահագն Հովակիմյանն է մասնակցում, սա էլ է խնդիր։ Պատկերացրեք, սահմանադրական դատարանը Վլադիմիր Վարդանյանի մասնակցությունը անհնարին համարեց, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ միայն Վահագն Հովակիմյանը պետք է իրենց ներկայացնի սահմանադրական դատարան։ Այսքանով հաշվի առնելով, այս քննարկումները, մերժումները, դատավորի օրինակ Սեյդա Սաֆարյանին քննարկմանը մեծագույն խնդիր է։ Ես սա արձանագրել եմ հենց առաջին իսկ օրը, հիմա էլ կարձանագրեմ, իսկապես սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության, հանրային վստահության, ընկալման տեսանկյունից մեծագույն խնդիր է Տիկին Սաֆարյանի մասնակցությունը, եւ իդեպ հետաքրքիր հանգամանք բացահայտեմ ձեզ, սահմանադրական դատարանը դատավորներ Վարդանյանի եւ Զեյնալյանի մասնակցության անհնարինության որոշումը կայացրել էր այն պատճառաբանությամբ, որ եթե իրենք մասնակցեն, դա կարող է լեգիտիմության խնդիր առաջացնի սահմանադրական դատարանի կազմի տեսանկյունից։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, այսօր սահմանադրական դատարանի դատավորներն են հարցեր ներկայացնելու դիմողներին եւ դատաքննության մասնակիցներին։ Կարծում եմ այդ հարցերը ընդհանրապես իրենց ձևով եւ բովանդակությամբ կարող են նպաստել որոշակի առումով ձեր հարցին պատասխանելու համար։
Գոնե վերաքվյարկության, այսինքն ինչ որ Գիտեք, իրավիճակի հետ կապված, բայց առնվազն մի բան էլ ասեմ, երեք շատ ուղիղ հարց եմ ներկայացրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը որպես մասնակցի այս գործընթացի։ Հարցրել եմ, արդյոք իրենք պատրաստ չեն միանալու մեր դիմումին, ինչպես ներկայացրել էի ասուլիսի ընթացքում իդեպ վերջերս, որ ներկայացրել էի։ Արդյոք պատրաստ են միանալու մեր դիմումին այն մասերին, որոնք վերաբերում են նոր ընտրությանը կամ առնվազն երկրորդ փուլին։ Մերժեցին։ Պարոն Վարդեվանյան, ինչու էր ձեր մի րոպե էլի քնար ջան։ Հեսա կներկայացնեմ։ Պարոն Վարդեվանյան, ինչու էր ձեր աջակիցների հետ հանդիպումը տեղի ունենում Կրկեսում, նաև ՔՊԱ-ականներն էին այս երկու օրը ակտիվ տարածում եւ մեջբերում, որ դեռ շատ բազմամարդ էր եւ պետք է նոր հանդիպում եւ դատարկ նստարաններն էին ցույց տալիս։ Կարծում եմ դուք բովանդակություն նշված մեկնաբանությունների մեջ պետք է որ չտեսնեք, թող իրենք իրենց հարցադրումները եւ պատասխանները փնտրեն հենց իրենք։ Հանրության հետ մենք հետադարձ կապը պահում ենք միանշանակ։ Կարևոր է մեր հայրենակիցների կարծիքը, մոտեցումները իհարկե, հետևողական ենք լինելու այդ հարցում։ Մնացածը կարծում եմ որպես այդպեսին բովանդակություն չունեցող է։ Իսկ ինչ վերաբերում է մեր գործընկերներից մյուսի հարցադրմանը, եկեք այսօր նաև շատ կարևոր է դատաքննության այս փուլը, երբ դատարանի դատավորներն են հարցեր ներկայացնելու, դրա վերաբերյալ պատասխաններ կլինեն։ Տեղեկացնեմ ձեզ, որ նաև մենք դռնփակ ռեժիմով մի քանի հարց պետք է քննարկենք, մի հետարքիր հանգամանք եմ ուզում ձեզ բացահայտել։ Հիշում եք կային որոշ իշխանական ներկայացուցիչներ, որոնք խոսում էին, որ համեմատության մեջ 2025 թվականի 2026-ի համապատասխան նույն ժամանակահատվածը մայիս-հունիս Հայաստան եկել են երևի 1 միլիոն մեր հայրենակիցներ արտերկրից կամ 100,000-ավոր տարբերություն կա հայրենակիցների, ովքեր եկել են հենց այս ժամանակահատվածում։ Եթե դժվար չի ձեզ, սիրելի գործընկերներ, դիմեք թե իրենց կամ սահմանադրական դատարանին, թող տրամադրեն ձեզ համապատասխան տվյալը ազգային անվտանգության ծառայությունից ստացված։ Ես փակագծերը ամբողջությամբ չբացահայտեմ, պարզապես ասեմ, այդ խոսակցությունը հերթական սուտներ, ինչպես ընտրակաշառքների հետ կապված, երբ պարզվեց խոսքը պարզապես ամբողջ փետրվարի 7-ից մինչև հունիսի 20-25 ժամանակահատվածում 258 մեղադրյալի մասին է խոսքը, բայց կարևոր էր նաև արձանագրելը, որ Արման Թաթոյանի կողմից հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ կա քրեական վարույթ։ Դա իդեպ հրապարակվել էր մայիսի վերջին։ Քրեական վարույթը վերջերս է հարուցվել, բայց մեղադրյալ չկա։ Բոլոր Մոթը Դալյանն ասաց, որ այս փոքր երկրի համար բավականին մեծ շատ դուք ներկայացնում եք, որ դա մի քանի խաբեության գործով մեղադրյալների քանի։ Իդեպ դուք գիտեք, չէ՞ որ այդ գործերի ստվար զանգվածը դեռ նախաքննության փուլում է եւ կարող է կարճվել։ Ես օրինակ մի կոնկրետ օրինակ բերեցի, որ այդ հրապարակումը եղել էր, ձայնագրությունը հրապարակվել էր, հետագայում այդ ձայնագրության պայմանականորեն կեսը դադարեց գոյություն ունենալ։ Բայց դրա մասին հայտարարություն չի տարածել նույն հակակոռուպցիոն կոմիտեն։ Հանրացնեք քաղաքացիների հետ վերջերս հանդիպումը, ինչ անհանգստություն էին արտահայտում եւ ինչ ակնկալիքներ ունեին կոնկրետ Հայաստանում։ Անհանգստություններ շատ ունեն, ինչպես մեզանից շատ շատերը, թե ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը ինչ ուղով է ընթանում։ Այն ռիսկերը, որոնք հենց այս պահին էլ ծառացած են մեր հայրենիքի առջև։ Սա կառանձնացնեմ, բայց մյուս կողմից նաև մեր հայրենակիցների մոտ վհատվության կամ հուսահատության զգացումը ես չեմ տեսնում, ինչը չափազանց կարևորում եմ։ Ես ընդգծել եմ նաև իմ այն հնարավոր տեսակետը կանխավարկածը իրավիճակի վերաբերյալ, որ սահմանադրական դատարանի նկատմամբ էլ կարող են լինել ճնշումներ, քանի որ ընդհանուր առմամբ դատաիրավական համակարգի Հայաստանի Հանրապետությունում անկախության, երաշխիքների գործունեության լրջագույն խնդիրներ տեսնում ենք։ Իդեպ սահմանադրական դատարանը մյուս կողմից միակ մարմինն է, որը վերիշխանական է, այսինքն կարող է իսկապես վեր լինել բոլոր ճնշումներից, վեր լինել ցանկացած միջամտությունից եւ իսկապես այդ վերիշխանական դիրքերից լուծել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ վեճը։ Իսկ այն, որ այս ընտրությունները եղել են ատելության խոսքի, վարչական ռեսուրսի չարաշահման եւ մի շարք այլ ընտրախախտումների, որոնք հավասարությունը եւ ազատությունը խաթարել են, դա փաստ է։ Պարոն Վարդեվանյան, եթե դուք ի սկզբանե իրավազորության հարց բարձրացրեցիք սահմանադրական դատարանի կազմի հետ կապված եւ մյուս կողմից ասում եք ընտրությունները ընտրակեղծիքներով են անցել եւ արդյունքը չի համապատասխանում ցույց տված թվերի, այդ դեպքում դուք
ստացվում է, որ ի սկզբանե ձեզ դիրքավորել եք այնպես, որ չեք ընդունելու այս Սահմանադրական դատարանի գնահատականը։ Սա չի փակում ճանապարհը այդուհետ մանդատը վերցնելու եւ խորհրդարան գնալու, հաշվի առնելով, որ մի կողմից եւ քաղաքական եւ իրավական առումով փաստորեն չի ընտրությունները ֆարս են եղել։ Մեկը մյուսի հետ ուղիղ մի պայմանավորեք, բացատրեմ կամ պարզաբանեմ։ Առաջինը Սահմանադրական դատարանի կազմի հետ կապված ի սկզբանե ես ներկայացրել էի եւ նաեւ հանրությունն ուներ այդ տպավորությունը, որ կազմի լեգիտիմության հետ կապված մի շարք խնդիրներ կարող էին հաղթահարվել, եթե առնվազն 3 դատավորի մասնակցությունը անհնարին դիտարկվեր։ Երկուսի մասով դիտարկվեց, մեկի մասով ոչ։ Սահմանադրական դատարանի նման գործողությունը կարող էին կանխատեսել ի սկզբանե դիմումը ներկայացնելուց ոչ, որովհետեւ վստահ եմ ձեզ այն շատերը նաեւ օրինակ 2 դատավորի մասով մասնակցության անհնարինության որոշումը կարող էին եւ չկանխատեսել։ Թե ինչի համար այս աստիճան հակասական եղավ Սահմանադրական դատարանի մոտեցումը, իսկապես դժվարանում եմ ներկայացնել պատասխանը։ Իսկ մանդատներ վերցնել չվերցնելը դա մի հարց է, որին իսկապես նաև հենց դատարանի որպես ինստիտուտի նկատմամբ հարգանքի տեսանկյունից պետք է անդրադարձ կատարել միայն Սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Որոշման վերաբերյալ էլ գնահատականը կլինի, որտեղ Սահմանադրական դատարանի որոշումները դասական իրավական որոշումներ չեն, դրանք իրավաքաղաքական են։ Դրա վերաբերյալ նաև մեր գնահատականը մենք ներկայացնելու ենք ելնելով այս ողջ օրերի ընթացքում, նաև ձեր շնորհիվ լուսաբանված դատաքննության ընթացքում տեղի ունեցած իրադարձություններով։ Եկեք փոքր-ինչ սպասենք, շնորհակալ եմ, բայց արդեն գնանք նիստին։ Կմեկնաբանեք, որ դատավորը դեր շփոթեց Հայաստան դաշինքի ներկայացուցչի հետ։ Իդեպ Վահագն Հովակիմյանին է, կարծում եմ շփոթում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, որովհետև 21 թվականին վերջինս որպես ՔՊ ներկայացուցիչ մասնակցում էր Սահմանադրական դատարանում նիստին։ 21 թվականին ես եղել եմ Սահմանադրական դատարանում որպես ներկայացուցիչ, Վահագն Հովակիմյանը ևս падգամավորի տեխնացու, հետագայում падգամավոր, այնուհետև չգիտեմ ձեր կարծիքը ինչպիսին է եղել, բայց քաղաքականությունից, ակտիվ քաղաքականությունից դուրս է եկել։ Հիմա թե լավ է դա, թե վատ, երևի ձեր կարծիքն էլ մի օր կհայտնեք։ Շնորհակալ եմ։ Ասեք այն մասին, որ լուսանկարներ համացանցում տարածեցին, որ դուք այստեղ վիճարկում եք ՍԴ-ի արդյունքները, իսկ Արեն Կարապետյանը հանգստանում է։ Գիտեք, ես կարծում եմ ընդհանրապես մարդու անձնական կյանքի նկատմամբ նվազագույն հարգանք պետք է լինի, հերթական անգամ իշխանական ներկայացուցիչների կողմից է նման վարքագիծը դրսևորվում, որը անկեղծ կասեմ, եթե օրինակ նման լուսանկար տարածվեր քաղաքացիական պայմանագիր կուսակցությամբ որևէ մի ներկայացուցչի նկատմամբ, ես դրա նկատմամբ կունենայի բացասական վերաբերմունք։ Բայց իդեպ նաև ընդհանրապես երևույթի տեսանկյունից կարծում եմ մեկը մյուսի հետ պետք չի խառնել, մենք ներկայացրել ենք դիմում։ Հիմնական ներկայացուցչական գործառույթը իրականացնում ենք մենք, շարժվում ենք առաջ, շնորհակալ եմ։